Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Վանաձոր 200 ժամանակավոր ցուցահանդեսը, նվիրված Վանաձոր քաղաքի հիմնադրման 200-ամյակին։ Ցուցադրությունը մեկտեղել է 21 արվեստագետի ավելի քան 50 ստեղծագործություն գեղանկարչության, գրաֆիկայի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ոլորտներից։ Մենք այս տարի ստորագրեցինք համագործակցության հուշագիր, որի շրջանակում այս ցուցահանդեսը մենք իրականացնում ենք։ Ինչպես գիտեք, Վանաձորը նշում է իր 200-ամյակը եւ այդ առիթով Վանաձորի թանգարանը որոշեց Երևանին ներկայացնել իր երիտասարդ նկարիչների ստեղծագործությունները։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի եւ Ժամանակակից արվեստի թանգարանի համագործակցությամբ, Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ։ Ներկայացված են Վանաձորում ստեղծագործող տարբեր սերունդների արվեստագետների աշխատանքները, ստեղծելով երկխոսություն ավանդույթի եւ ժամանակակից արվեստի միջև։ Ժամանակակից արվեստի թանգարանում ժամանակին ստեղծագործող եւ ժամանակակից ուղղություններն ու հուսանքներ ներկայացնող երիտասարդներ ներկայացնելը կարծում եմ եւ տեղին է եւ խորհրդանշական։ Կազմակերպիչները վստահ են նման նախաձեռնությունները նպաստում են մարզային եւ մայրաքաղաքային մշակութային համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաեւ նոր լսարանին են ներկայացնում հայ ժամանակակից արվեստը։ Յուրաքանչյուր ստեղծագործություն պատմում է քաղաքի մշակութային հիշողության, ստեղծագործական ժառանգության եւ գեղարվեստական ինքնության մասին։ Ընդունված է, որ Վանաձորը կանաչ քաղաք է, այս ցուցահանդեսին մենք ներկայացել ենք որպես որ կանաչ քաղաքի գույները, այսինքն այդ գույները փոխաբերական իմաստով հեղինակները փորձել են իրենց ներաշխարհ գույները փոխանցեն, բայց ոչ կանաչի միջոցով։ Եվ շատ եմ կարևորում, որ մարզերի գեղանկարիչները թե մայրաքաղաքում, թե մայրաքաղաքից դուրս շատ ցուցադրեն, որովհետև ասելիքը շատ է եւ ժամանակակից։ Մասնագետները փաստում են, էքսպոզիցիան կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր արվեստագետ պահպանի իր ստեղծագործական անհատականությունը, միաժամանակ դառնալով մեկ ամբողջական պատմության մաս։ Հայաստան եմ եկել ուսուցչից, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հրավերով։ Երբ իմացա այս ցուցահանդեսի մասին, որոշեցի ներկա գտնվել։ Կարծում եմ, որ ժամանակակից արվեստն ու դասական երաժշտությունն այնքան համադրելի են։ Սա անհասկանալի երևույթ է, բայց ամեն կտավին նայելիս կարելի է որևէ արիա կամ դասական ստեղծագործություն հիշել։ Ուրախ եմ, որ ձեր մայրաքաղաքից կիլոմետրեր հեռու արվեստը նույնքան բուռն է, իսկ ստեղծագործողները այսչափ արհեստավարժ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 29-ը, հնարավորություն տալով արվեստասերին մեկ հարթակում ծանոթանալ Վանաձորի ստեղծագործական ներուժին եւ ժամանակակից արվեստի բազմազան դրսևորումներին։ Յուրա Վահանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։